կառույցը այլևս միայն ֆուտբոլի մասին չէ։ Նա շատ լավ է ներխուժում տուգանային հրապարակ։ Նա դա շատ լավ է անում։ Նեյմարը խաղից հետո զանգել է մարզչին ու ներողություն խնդրել իր պահվածքի համար։ Մոլոդեց, նեից չէի սպասում։ Ամեն դեպքում բոլորն էին սպասում այդ երկուսի լարված հարաբերություններին վերջին կլասիկոից հետո։ Օրինակ, Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք հագնում են հատուկ չստեր, Հոլանդն ու Սյորլոտը ոչնչացրել են էստոնացիներին։ Ավածքից էլ շատ լավ երևում է։ Հոգեբաններ, խնդրում ենք մի քիչ բարձրաբանել։ Մեր հավաքականը չնայած պարտվեց հունգարացիներին, բայց շատ լավ տեսք ուներ, արժանի տեսք ուներ։ Ինչու Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։ Բազմաթիվ պատճառների շարքում նաև սպորտ կոմեդիին ակտիվ չհետևելն է։ Ողջույն բոլորին։ Հետևեք մեզ ու ձեր կյանքում հաղթանակները կհետևեն մեկը մյուսին։ Հավաքականները հավաքվեցին եւ սկսեցին իրենց ուսումնամարզական հավաքները։ Օրինակ, Բրազիլիայի հավաքականը տեղավորվել էր Արսենալի բազայում։ Ուսումնամարզականի ուսումնայի շրջանակում, օրինակ, Ռոդրիգոն եւ Վինիսիուսը հանդիպեցին Արսենալի մինչև 16 տարեկանների թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ։ Վինիսիուսը պատանիներին սովորեցրեց, թե ինչպես պետք է ճիշտ լաց լինել դաշտում, իսկ Ռոդրիգոն թե որ դիրքով պետք է նստել պահեստայինների նստարանին, որ վնասվածք չստանաս։ Այդ դասը շատ լավ սերտել է Բրազիլիայի հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստ Էնդրիկը, որը հրավեր է ստացել դրա համար Կարլո Անչելոտիի կողմից։ Չնայած այս մրցաշրջանում նա խաղացել է ընդամենը մի քանի րոպե, բայց սպասվում է, որ բրազիլացին կտեղափոխվի ֆրանսիական Լիոն։ Բանակցությունները ընթացքի մեջ են։ Զուգահեռ նաև Էնդրիկի ներկայացուցիչները փորձում են բնակարան գտնել ֆուտբոլիստի համար Լիոնում։ Դժվարությունը նրանում է, որ այնպիսի տուն չի ճարվում, որի պատուհանից Սանտիագո Բեռնաբեուն երևում է։ Իդեպ, լեգենդար ստադիոնը ռեբրենդինգի է ենթարկվել։ Ավելի կոնկրետ, Սանտիագոն ռետինով ջնջել են, մնացել է միայն Բեռնաբեուն։ Այս քայլով մադրիդյան Գրանտը ցանկանում է շեշտել, որ կառույցը այլևս միայն ֆուտբոլի մասին չէ, այնտեղ կարելի է անցկացնել ամենատարբեր միջոցառումներ, անգամ սպիտակցի Հայկոյի համերգը Taylor Swift-ի մասնակցությամբ։ Ես արհեստական բանականությանը խնդրեցի մի քանի այլ տարբերակներ մշակել ստադիոնի անվանափոխության մասով, եւ ահա թե ինչ ասեց մեր հրաշալի Ային Աբեն։ Այստեղ պատկերացրել է սարսափ տարածող ստադիոն։ Այստեղ հասկացնում է, որ Ռեալը դեռ հիերոգլիֆների ժամանակներից կա։ Այս մեկում չգիտես ինչի հիշել է Էդեն Ազարին։ Այստեղ էլ ուզում ասի, որ Ռեալը բեռների տեղափոխությամբ է զբաղվում։ Ուղղակի բեռը փողի տեսքով է։ Լավ, վերադառնանք Բրազիլիայի հավաքականին, որի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հարցազրույց տվեց Գարի Լինեկերին, խոսելով ամեն ինչից, բացի Բրազիլիայի հավաքականից։ Բելինգեմը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, եթե համեմատելու լինեմ, ապա նա նմանակակային։ Հա որ Կական ու Բելինգեմը, ես էլ ենքան համաձայն չեմ։ Իսկ դուք ինչ կասեք։ Նա շատ լավ է ներխուժում տուգանային հրապարակ։ Նա դա շատ լավ է անում։ Կարլոն ակնարկում է, որ Ջուդը պետք է ավելի շատ հարձակմանը մոտ խաղա, քան Գյուլերը։ Ուղղակի Ռայոյի հետ հենց այդպես էր, բայց գոլ չխփեց։ Մյուս կողմից էլ Վալենսիայի հետ էլ խփեց։ Անհասկանալի իրավիճակ։ Բայց դե պետք է ընդունել, որ անգլիացին նոր է վերադառնում ծանր վնասվածքից վիրահատությունից եւ դեռ լավագույն մարզավիճակը ամբողջությամբ չի հավաքել։ Բայց դե մեկա կակա չի էլի։ Քանի Բրազիլիայից ենք խոսում, հիշենք նաև Նեյմարին։ Հիշենք մեր նախորդ թողարկումը, որի ընթացքում հպանցիկ անդրադարձանք բրազիլացու վատ պահվածքին, երբ իրեն փոխարինում էր մարզիչը։ Ֆլամինգոյին պարտվելուց հետո Globe Export լրատվամիջոցը գրել էր, թե Նեյմարը խաղից հետո զանգել է մարզչին ու ներողություն խնդրել իր պահվածքի համար։ Մոլոդեց, նեից չէի սպասում։ Դու շարունակությունը լսի։ Այս մեր կաստիլավոր աղբերն էլ վերցնում ու կոմենտ ա գրում, թե բա հերթական սուտը կեղտոտ լրագրողից։ Արա բա սրանք կբերեն առաջին պլան։ Դու լավ չես ասում, մաեստրո։
Դու անասուն, ես անասունին կբերեն ստեղ արա։ Առաջին պլանում պետք է լինեին նաև իսպանացիներ Դանի Կարվախալն ու Լամին Յամալը, բայց ցավոք մենք այդ անուշ պատկերից զրկվեցինք, քանի որ Յամալը լքել է հավաքականի ճամբարը, քանի որ աճուկի հատվածում վնասվածքը դեռ չի բուժել։ Թե այդ վնասվածքը դաշտում է եղել, թե Նիկոլի հետ արճակատումներին բարդ է ասել, բայց փաստ է, որ տարվա վերջին խաղերին Իսպանիայի հավաքականում Լամին Յամալը չի լինի։ Ամեն դեպքում բոլորն էին սպասում այդ երկուսի լարված հարաբերություններին վերջին կլասիկոից հետո։ Ասում են Կարվախալը հավաքական գալուն պես սկսել է փնտրել Յամալին։ Ուր այդ փստլենքոտը, վախից փախելա, չէ, տենց էլ գիտեի, վախից չի թռել հոպար, աճուկն է ցավում, աճուկը, աճուկը, դա դեռ շարունակում աճել։ Կատակը մի կողմ դնելով Իսպանիայի հավաքականում եւ Ռեալում Կարվախալի թիմակից Դին Հաուսենը ասել է, որ իրենք ակումբներում կատաղի մրցակիցներ են, թշնամիներ, բայց հենց գալիս են հավաքական դառնում են մանկության ընկերներ։ Իդեպ Ռեալի պաշտպանությունը համալրման խիստ կարիք ունի ու շատ ակտիվ քննարկվում է հավաքականում Կիլիան Մբապեի խաղընկեր Կոնատեի տեխնատությունը արդեն վաղուց։ Ասում են հենց Մբապեն է շատ ակտիվ միջամտում, որ բերեն այդ հսկային։ Ուղղակի ֆրանսիացու խաղին հիմա նայելով կարելի ասել, որ անգամ Նոան չի ցանկանա նրան բերել։ Ռեալի ֆաներ, ինչ կասեք, կուզեք որ գա։ Իսկ մենք շտապում ենք ծանոթանալ առաջիկա խաղերին, որից հետո Հայաստանի հավաքականի խաղն է Հունգարիայի դեմ։ Նոյեմբերի 14-ին Լյուքսեմբուրգը կհյուրընկալի Գերմանիային, Լեհաստանը Նիդերլանդներին, իսկ Խորվաթիան կընդունի Ֆարերյան կղզիներին։ Նոյեմբերի 15-ին հետաքրքիր խաղ է սպասվում Ժնևում, Շվեյցարիան ընդունելու է Շվեդիային։ Խաղը հետաքրքիր կլինի նաև Հունաստան-Շոտլանդիա խաղը։ Նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը վերջին տուրում հյուր կգնա Պորտուգալիային, Իտալիա-Նորվեգիա խաղը նույնպես շատ հետաքրքիր կլինի։ Տարբեր թիմեր տարբեր ձևերով են փորձում լավացնել թիմային աշխատանքն ու կենտրոնացումը։ Օրինակ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք հագնում են հատուկ չստեր, որոնք արտադրել է Nike-ը։ Ես չգիտեմ, թե ինչ բացատրություն ունեն այդ կոշիկները, բայց ասում են օգնում է լավ կենտրոնանալ։ Կարևորը նրանք հավատում են դրան։ Արգելի Անգլիայի երկրպագուներ, եթե այս տրամաբանությամբ են փորձելու հաղթել խաղերը, ապա It's never coming home։ Կենտրոնացման պակաս ունի Իտալիայի հավաքականը, որը անգամ անցումային խաղերի ուղեգիր տվող երկրորդ տեղը դեռ չի ապահովել։ Նրանց միակ հույսը այն է, որ Նորվեգիան պարտվի Էստոնիային։ Գատուզոին ասա հույսը իրանց վրա դնի Հոլանդն ու Սյորլոտը ոչնչացրել են էստոնացիներին։ Իհարկե Ջենարոն չի ցանկանում վտարվել Իտալիայից, նա ցանկանում է գնալ մունդիալ, բայց միևնույն ժամանակ շատ է դժգոհում արդարության բացակայությունից։ Հարավային Ամերիկայի որակավորման խմբում 10 թիմ է, որոնցից առաջին 6-ը ուղեգիր են ստանում։ Պետք է վերանայել սա։ Արա, ասա ձեզի ինչ, ով, որտեղ, ինչ ձևով է խաղում։ Դուք մի հատ ձեզ նայեք, իտալական ֆուտբոլը իջել է շրիշակից ներքև, նայել չի լինում։ Լրիվ դրել եք ձեզ մաֆիոզի տեղ, բայց տակը բան չկա, արա։ Լավ, շատ ներվայնացանք։ Հիշենք Ռոնալդոին ու նրա էսթետիկ գեղեցիկ տեսքը, որից հալվում են բոլոր աղջիկները իր կարծիքով։ Իդեպ դա ապացուցվեց եւս մեկ անգամ։ Բայց արի ուտես նման ուշադրությունը չափից դուրս է գրգռել պորտուգալացուն, նյարդերը իհարկե։ Ունես տպավորությունը ոնց որ նոր-նոր է սկսում ֆուտբոլ խաղալ։ Այս կարմիր քարտը, նրա այդ տարօրինակ հարցազրույցը Պիրս Մորգանին, շատ բաների մասին է խոսում։ Ինչ որ տարօրինակ բան է կատարվում նրա մոտ ու պահվածքից էլ շատ լավ երևում է։ Հոգեբաններ, խնդրում ենք մի քիչ բարձաբանեք էլի։ Իռլանդացիները կներեք իհարկե, բայց թարս չափալախ տվեցին պորտուգալացիներին հրաշալի պաշտպանվելով ու թիրախային հարձակվելով, երբ որ դա պետք է ու տեղի։ Ասում եմ, կարող է Ռոնալդոն մի բան գիտի, որ ասում էր աշխարհի գավաթը պետքից չի։ Ու այս թիմի դեմ Հայաստանի հավաքականը կանցկացնի որակավորման վերջին խաղը առանց Ռոնալդոյի, բայց մինչև այդ տեղի ունեցավ Հունգարիայի դեմ խաղը, որից հետո պարզ դարձավ, որ Ամերիկա գնալու վերջին հույսը մնացել է գրին քարտը։
Էդ էլ արդեն դժվար։ Ավելի լավ, թող մնան ու պայքարեն, որովհետև դրա նախադրյալները կան։ Ուղղակի պետքա մի քիչ աշխատել ու հավատ ունենալ։ Մեր հավաքականը չնայած պարտվեց հունգարացիներին, բայց շատ լավ տեսք ուներ, արժանի տեսք ուներ հատկապես երկրորդ խաղակեսում։ Խաղը սկսվեց սպասելի սցենարով։ Սոբոսլայն ու ընկերները նախաձեռնությունը վերցրին ու կարողացան 1 գոլ խփել։ Հենց Լիվերպուլի ֆուտբոլիստը նկարեց փոխանցումը, ինչը անակնկալի բերեց մեր պաշտպաններին ու վարգային մնում էր ընդամենը գնդակը ուղարկել դարպասի անկյունը։ Իսկ երկրորդ կեսում մենք իրոք շատ լավ խաղացինք, ինչը նշեց եւ Մելիքյանը, եւ մրցակցի մարզիչ Ռոսին, ու ունեցանք շատ լավ իրական պահեր, ուղղակի այդ պահերը պետքա իրացնել։ Ուրիշ ձև հաջողության արդյունքի չեն հասնում։ Երիտասարդ ֆուտբոլիստներն էլ իրենց շատ լավ դրսևորեցին, հատկապես Էլոյանը, որին ես համարում եմ շատ լավ հարձակվող ապագայի համար, ու նրա վրիպումը վերջին վայրկյանին թող որ լինի կարիերայի հաջողության սկիզբը, ոչ թե հուսալքության, հուսահատության ինչ-որ պահ, որովհետև առանց սխալվելու հաջողություններ չեն լինում, ընկերներ, այդ սխալների վրա պետքա կառուցել ապագան։ Դա ընդունում ենք, հավատում ու գնում առաջ։ Իմ կարծիքով հիմա տակտիկական վերլուծություններ անելու, ճիշտ ու սխալ անելու հեչ տեղը չի։ Հիմա ուղղակի պետքա ընդունել, որ սա հիմքի սաղմի ձևավորումն է, որի վրա արդեն այդ տակտիկական, տեխնիկական, ֆիզիկական բոլոր ասպեկտները պետք է կառուցվեն։ Առաջինը պետքա կառուցել այդ միավորը, գործող մեխանիզմը, որի շտկումները կբերեն արդեն արդյունքի։ Իսկ հիմա այսքանը։ Լավ մնացեք, մինչև նոր հանդիպում։